Հայաստանյան 98 ընկերություններ հուլիսի 1-ի դրությամբ ճշգրտել են իրենց հարկային հաշվարկները կամ, ինչպես տնտեսագետներն են ասում, ինքնակամ դուրս են եկել ստվերից։ Այս ընկերությունների մասին տեղեկանում ենք հարկային ծառայության պաշտոնական էջից։ Սրանք այն ընկերություններն են, որոնք տարեկան շահութահարկի հաշվարկներով 2014-ին շահութաբերության ցածր ցուցանիշ էին հայտարարագրել։ Մինչդեռ ճշգրտման արդյունքում ըստ հարկայինի հաշվարկվել է 391 միլիոն 655 հազար դրամ լրացուցիչ շահութահարկ։ Այսպիսով, կարծես մասամբ իրականություն է դառնում վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոստումներից մեկը՝ հուլիսի 1-ից սկսած յուրաքանչյուր տասնօրյակում հրապարակել ստվերի դեմ պայքարի արդյունքները։ Տասնօրյակը 1 հանրությանը տեղեկացնել ենք, որ հարկատուն ինչքան հարկ է վճարում, եւ դուք կհամեմատեք։ Հովիկ Աբրահամյանը, հիշեցնենք, դեռևս մայիսից է հայտարարում ստվերի դեմ խիստ պայքար սկսելու մասին։ Մայիսի 14-ին խոշոր գործարարների հետ հանդիպմանը նա հստակ ժամկետներ էր նշել, ասելով, որ մինչև հուլիսի 1-ը կամ գործարարները սեփական ցանկությամբ կսկսեն աշխատել հավասար դաշտում եւ դուրս կգան ստվերից, կամ այդ նպատակին հասնելու համար կառավարությունը կօգտագործի իր լծակները։ Դանդաղ շտապեն եւ հարկային դաշտում աշխատեն։ Հարկայինի նախորդին հրապարակած ցանկում տեղ են գտել հաշվարկները ճշգրտած 98 ընկերություններից 15-ի անունները, որոնց շարքերում սակայն շատ հայտնի օլիգարխների ու պաշտոնյաների կամ նրանց հարազատներին պատկանող ընկերություններ կարծես չենք տեսնում։ Հարությանը հայտնի մի քանի ընկերությունների անուններ են կարդում՝ CPS Oil Corporation, Arai, Arax թռչնաֆաբրիկա, Ecofood, Rouge, Bagrat-Tur։ Մնացածը քչերին են ծանոթ, օրինակ Սմբո սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, Դիմիտրի, Ախուրյանի Կոոպշին, Ասեդալ, ֆիրմա ԳԱԽ եւ այլն։ Ընդ որում տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի հաշվարկներով այս ընկերությունների ստվերից դուրս գալու արդյունքում Հայաստանում ստվերը կրճատվել է ընդամենը 1.5%-ով։ Ես ուսումնասիրեցի հրապարակված 15 այդ ընկերությունների վճարած հարկերը անցած տարի եւ այն գումարները, որոնք առաջացան այս ստվերից դուրս գալու արդյունքում, լրացուցիչ գումարներ նրանք վճարեցին պետական բյուջե։ Ու ստացվեց, որ այդ լրացուցիչ վճարվածը կազմում է նրանց տարեկան վճարած հարկերի ընդամենը 1.5%-ը։ Հայաստանում ստվերը ըստ որոշ գնահատականների 30-ից 35%, մեկ այլ գնահատականներով հասնում է մինչև 45%։ Ստվերը կարող ենք այսպես ասել կրճատվել է 1.5%-ով։ Հայկական ժամանակի մեկնաբանն արձանագրում է, որ փաստորեն պաշտոնյաներից կամ խոշոր օլիգարխներից որևէ մեկը պատրաստ չէ թեկուզ սեփական PR-ի համար հայտարարել իրեն կամ իր հարազատներին պատկանող ընկերություններից որևէ մեկի ստվերից դուրս գալու մասին։ Ստվերում գործում են մեզ հայտնի պաշտոնյաների, հարազատների, այսպես ասած, պատկանող ընկերություններ, հենց այն պաշտոնյայի, որը ստանձնել է ստվերի դեմ պայքարը, խոսքը ֆինանսերի նախարարի հարազատների պատկանող ընկերություններից որևէ մեկի մասին է։ Օրինակ այնտեղ մենք չենք գտնի Մեգաֆուդը, Մեգասպորտը, Ապեյրոնը, չենք գտնի Սամվել Ալեքսանյանին պատկանող որևէ ընկերություն։ Այնպես որ այդ պղպջակը, որ փչվում է արդեն մի քանի ամիս, եւս մի քանի ամիս հետո ուղղակի կպայթի։ Ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանը արձանագրելով, որ ստվերի դեմ պայքարում դեռ հազիվ 1%-ի արդյունք է գրանցվել, անլուրջ համարեց այն ակնկալիքները, որ Հովիկ Աբրահամյանը կամ որևէ վարչապետ կարող է տնտեսական հարկային հեղափոխություն իրականացնել Հայաստանում։ Առաջին իսկ օրը ես հենց Հովիկ Աբրահամյանին եմ ասել, որ ինքը ոչինչ չի կարող անել եւ ինքը ավելի շուտ է վարկաբեկվելու, քան Տիգրան Սարգսյանը։ Տիգրան Սարգսյանը գոնե ձգեց մի 2 տարի, այդ մի քանի տարին Տիգրան Սարգսյանի համար, Հովիկ Աբրահամյանի համար մի քանի ամիս կտևի։ Արդեն անցած 2 ամիսը ցույց է տալիս, որ ինքը ոչ միայն չի կարող, այլև չի էլ ցանկանում որևէ բան անել։ Իր նշանակման իսկ առաջին օրը այնպիսի նշաձող է Սերժ Սարգսյանի կողմից դրվել Հովիկ Աբրահամյանի վրա, որ ինքը չի կարող հաղթահարել, չի կարող ոչնչացնել այն համակարգը, որի մեջ ինքը ապրել է, ապրում է եւ դեռ ապրելու է, քան դեռ կա իշխանագողություն։ Ստվերը պետք է մնա, քանի որ այս իշխանությունը ապրում հենց ստվերի հաշվին։ Իշխանության պահելու, պահպանելու ձևը, վերարտադրվելու ձևը միայն ստվերն է։ Չենք մոռացել ընտրությունների ժամանակ ինչպես վերարտադրվեցին
իրենց բաժանած փողերը, իրենց կաշառքները, քարտու տեսակը, գիրք չկարդացած տեսակը այսօր իշխանության մեջ է։ Ու ոնց ենք պատկերացնում, որ այդ անգրագետը, որը տիրում է լծակներին, հանկարծ պետք է զրկվի իր լծակներից։